Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, հարգելի օգտատերեր, հարգելի վարորդներ, այսօր սկսում ենք մենք փոդքասթի հաղորդաշարը, առաջին հաղորդումը եւ պայմանականորեն կկոչենք Ապաքասթ, քանի որ դա վերաբերվելու է ապա ոլորտին։ Ինչու ապա ոլորտին նվիրված փոդքասթի շարք որոշեցինք սկսել, որովհետեւ կարծում եմ այս ոլորտը բավականին հետաքրքրություն է ներկայացնում ժողովրդի շրջանում, քանի որ գրեթե բոլոր ընտանիքներում կան մարդիկ, որոնք մեքենա են վարում կամ գոնե որպես ուղևոր եւ հետիոտն լինում են ճանապարհային երթևեկության մասնակից եւ բնականաբար այդ բոլոր անձանց կհետաքրքրի ապայի հետ առնչվող բազմաթիվ հարցեր։ Եվ այսօրվա թեման լինելու է ապասակագները, ապասակագների վերջին տարիներին դրսևորած վարքագիծը եւ այս հաղորդաշարի հաղորդման շրջանակում մենք հրավիրել ենք երկու կարևոր եւ ոլորտին առնչվող հյուրերի, պարոն Արտակ Խաչատուրովին, որը հանդիսանում է հասարակական ակտիվիստ, իրավաբան, փաստաբան եւ մեծամասամբ ներգրաված է հենց վարորդների շահերի պաշտպանության հարցերում, եւ պարոն Արման Չիլինգարյանը, որը ներքին գործերի նախարարության բարեկային ծառայության պետի տեղակալն է եւ ապա ոլորտի ձևավորման առաջին իսկ օրվանից մեծ ներդրում է ունեցել այս ոլորտի զարգացմանը եւ բոլորս գիտենք, որ ապա պատահարները գրանցվում են մեծամասամբ հենց բարեկային ծառայության կողմից։ Եվ որպես այս փոդքասթի Ապաքասթի վարող Վաղինակ Եղիազարյանս Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն։ Այսպեսով սկսենք մեր քննարկումը, ինչպես նշեցի, քննարկման թեման ապասակագները եւ դրա վարքագիծը եւ խնդրենք մասնակիցներին արտահայտվել իրենց կարծիքները ասել, ինչպես նայել, փորձել ներկայացնել հարցեր, որոնք գալիս են, ասենք, վարորդներից կամ այլ շահագրգիռ կողմերից։ Քանի որ այս հաղորդումը որոշել ենք, այսպես ասած, շատ անմիջական եւ պարզ ձևով մատչելի վարորդների եւ բոլոր այդ շահագրգիռ անձանց համար իրականացնել, կարծում եմ աշխատենք հնարավորինս անմիջական լինել մեր շփումներում, պարզ հարցադրումներում եւ պատասխաններում եւ նույնիսկ առաջարկում եմ իրար հետ խոսելիս դիմել անուններով, օրինակ եթե դեմ չեք, Արտակ, Արման եւ ես Վաղինակ, կխնդրեմ երևի թե առաջինը իր նկատառումները մեր հետ կիսվի Արտակը, որը որ ինչպես նշեցի, բավականին սերտորեն առնչվում է վարորդների հետ եւ կարող է ներկայացնել իրենց կարծիքները։ Խնդրեմ։ Պարոն Եղիազարյան, ամենաշատ տրվող հարցը մարդկանց մեջ անորոշություն է, թե ինչպես նախ ապայի գինը ինչպես է որոշվում, մոտ մի երևի 40 գործակից, հա, պայմանական։ Այդ մարդիկ էլի անորոշության մեջ են, չեն կողմնորոշում, թե գինը ինչպես է գոյանում։ Այսինքն ասում են համանման պայմաններում, այն նայեք, ենթադրենք Աբովյան քաղաքում եմ ապրում, Opel եմ վարում, ես տղամարդ եմ, հարևանս կին է, իմը երկրորդ դասը, հարևանս 18-րդ դասը, բայց արի ուտես իմ ապայի արժեքը ավելի թանկ է, քան Իրանը, ու մարդիկ ապա կողմնորոշված են, չեն հասկանում այդ գնագոյացումը, որտեղից է ձևավորվում, այսինքն որտեղից, օրինակ, կարող են ծանոթանալ այդ գործակիցներին, որ նայեն, ասենք, ասում են, լավ, մեքենաս փոխեմ, ինչ մակնիշ առնեմ, ինչ գույնի առնեմ, որ էժանան ապան։ Այ խնդրեմ, եթե կարող եք այդ պահը բացատրել։ Ուրեմն անդրադառնամ այս հարցին մի քիչ հեռվից, հա, եթե մեկի բոնուս մալուս դասը 2-ը, մյուսը 18, մի քիչ հավանական է, որ 18-ը ավելի էժան լինի, քան երկրորդը, բայց ամեն դեպքում երևույթը հասկանալի է, հնարավոր ավելի բարձր մալուսային դասի որևէ անձի սակագինը ապա վճարը լինի ավելի ցածր, քան ավելի ցածր բոնուսային դասի օրինակ։ Դրա պատճառը, որպեսզի հասկանանք, պետք է դիտարկենք ընդհանրապես ինչպես է ձևավորվում ապահովագրավճարը։ Ապահովագրավճարը որպես ծառայության սակագին մոտավորապես ձևավորվում է նույն կերպ, ինչպես ցանկացած այլ ծառայության կամ ապրանքի սակագին։ Այսինքն ինչ որ ինքնարժեք կա այդ ծառայության, որ ձևավորվում է տվյալ դեպքում հատուցումների հաշվին, պատահարներից գոյացած վնասների հատուցման, գործավարման ծախսերի, ապահովագրական ընկերությունների
եւ որոշակի շահույթի դրույքով։ Ամենամեծը այստեղ բնականաբար մասնաբաժինը հատուցումներն են։ Իսկ հատուցումները գիտենք, որ վերջին ժամանակներս հատկապես հաշվի առնելով մեքենաների քանակի, մեքենաների պարկի որոշակի փոփոխությունները միջին հատուցման գումարը օրինակ զգալիորեն աճել է վերջի 2-2.5 տարում ավելի քան 20% միջին հատուցման թիվը աճել է դա այն դեպքում երբ որ ապահովագրավճարների միջին թիվը մոտ 10%-ով է աճել Որպեսզի ավելի բարձ լինի ճիշտ եմ չի հասկանում ժամանակին ենթադրենք նմանատիպ վճարները հատուցումները ենթադրենք 200,000 դրամ էր գնահատվում վճարվում, հիմա ասենք 240,000 դրամ։ Ավելի բարձ լեզվով։ Շատ ճիշտ եք հասկանում։ Ապահովագրավճարներն էլ վերջի 2-2.5 տարվա ընթացքում, ինչպես նշեցի, մոտ 10-11%-ով են աճել։ Հիմա ընդհանրապես ապահովագրավճարը, ինչպես նշեցի, այդ բաղադրիչներից է կազմված։ Առաջին մասը ապահովագրավճարի ձևավորող բաղադրիչը, այսպես ասած, միջին հատուցումներից ելնելով, այսպես ասած, բազային սակագինն է, դրան գումարվում կամ հանվում է բոնուս մալուսային համակարգը եւ ձևավորվում է վերջնական գինը։ Առաջին մասը, այսինքն եթե մարդ օրինակ պատարներ չի ունեցել մի քանի տարի ու մալուսային մասը նվազել է կամ գնացել է բոնուս, այդ գործոնը, այդ բաղադրիչը նվազեցնում է սակագինը։ Անդրադառնալով ապահովագրավճարների հարցին մի հատ ամփոփեմ, հա, երևի դուք արձագանքեք, ինչպես նշեցի, դա կախված է մեծամասամբ հատուցումներով եւ դրանից գոյացող ծախսերով, իսկ սակագինը ձևավորվում է ամբողջական ապահովադիրների եւ խմբային ցուցանիշներից մի կողմից եւ անհատական, որը բոնուս մալուսն է։ Խմբայինը, այսինքն այդ մեքենայի մագնիշ, տարեթիվ, ազդում է արդյոք այդ ստաժ, հա? Այո։ Հասկացա։ Բոլոր վարորդները գիտեն, որ նախկինում միայն բոնուս մալուս էր գործում, բայց հիմա բոլորը չգիտեն բոնուս մալուսը ընդհանրապես գործում է թե չէ։ Այսինքն այդ ավելացել է երկրորդ կոմպոնենտ, որը որ կարա մալուսը ցածր լինի, ենթադրենք երկրորդ 10, բայց մյուսը խանգարի բարձրանա։ Այ ես հիմա միջին ստատիստիկ վարորդ եմ, տնտեսագիտական որևիցե գիտելիքներ չունեմ, բայց մի բան գիտեմ։ Ես անցած տարի 3-րդ դասեի, մեքենայիս արժեքը 30,000 դրամ էր։ Այս տարի իջել է երկրորդ դաս, բայց մեքենայի արժեքը բարձրացել է 40,000 դրամ։ Լավ, ես հասկանում եմ նույն ապահովագրականը այդ բաները փոխում է թվերը, բայց ընդհանուր գաղափարը, ախր ոչ մի բան չեմ արել, էլի, ոչ մի չարություն, վթար չեմ արել։ Ինչու է բարձրացել իմ ապահովագրավճարը։ Տեղում չի մնացել, չի իջել, բայց բարձրացել է։ Բայց բարձրանալ է զգալի, այսինքն 10,000 դրամ ու ավել։ Բացատրեմ, քանի որ ես նշեցի սակագինը կամ այդ սակագների հատուցումների ծախսային մասը ինքը փաստորեն ձևավորվում է խմբային կամ ամբողջական բաղադրիչից եւ անհատական, ինչպես նշեցիք, բոնուս մալուսներ, դրա շնորհիվ ձեր սակագինը պետքա որ իջներ ու ինքը իջել է դրա շնորհիվ, մյուս մասը խմբային կամ ամբողջական այսպես ասած բաղադրիչի հաշվին հավանաբար բարձրացրել է, դրա համար արդյունքում ստացվել է ինչ որ թիվ նվազեցրել է, ինչ որ թիվ բարձրացրել է, այդ բարձրացնողը ավելի շատ է եղել, դրա համար այդպես է ստացվել։ Հիմա որպեսզի ավելի հասկանալի եւ պարզ լինի, կարող եմ ինչ որ համեմատություններ անել։ Վերցնենք ցանկացած այլ ապրանքի կամ ծառայության գնագոյացումը, ենթադրենք հացի արտադրությունը, որը կախված է մի շարք գործոններից։ Mēs թթվասերներով բացատրենք էլի։ Լավ, թթվասերին վերցնենք։ Եթե վերցնում ենք թթվասերի արտադրությունը, ունի հումք, որը ստեղի պատկերացնենք այդ հատուցումների հիմնական մասն է։ Հումք, կաթա եւ այլն, ենթադրենք այդ հումքը ներմուծվում է ու կախված է, ասենք թե միջազգային գներից։ Ստեղ աշխատանքի վճար կա, էլեկտրաէներգիա, գազ եւ այլն։ Այս երկրորդ մասը կարող է նվազի գները, բայց հումքի գինը աճի։ Դրա աշխատավարձերը նվազի, բայց աշխատավարձը նվազի, էլեկտրաէներգիայի գինը նվազի, չգիտեմ, այնտեղ պլաստմասա ինչ որ օգտագործում եւ այլն նվազի, վարձակալություն տարածքի, այդ ամեն ինչը նվազի, բայց հումքի գինը բարձրանալու շնորհիվ դա բարձրանա։ Դա մեր դեպքում այդ ընդհանուր կամ խմբային հատկանիշն է կամ բաղադրիչն է, որը որ պայմանավորված է ընդհանուր պատկերով, այսինքն ապահովագրության ոլորտը, ընդհանրապես ապահովագրությունը ինքը ինչ է, կոլեկտիվ ինչ որ քանակով անձեր, սուբյեկտներ
այսպես ասած միավորում են վճար են կատարում որոշակի գումար ու այդ վճարի հաշվին ինչ որ սովորաբար փոքր մասը ստանում է իր վճարածից բազմաթիվ անգամ ավել գումար այն մյուս մասը, քանի որ պատարարի կամ ապահովագրական դեպքի մեջ չի հայտնում, անկախ նրանից դա ապայա առողջության կամ այլ ապահովագրություն է, ինքը կարող է ոչինչ չստանա, այսինքն վճարի ոչինչ չստանա, մյուսները վճարեն եւ շատ ստանան։ Չէ, հիմա ասածս նա է, որ այն մասը, որը որ ինքը պատարարի մեջ չի հայտնում կամ ապահովագրական դեպք իր հետ տեղի չի ունենում, միևնույնն է, ինքը վճարում է ոչ միայն իր համար, ինքը վճարում է նաեւ մյուսների համար։ Հա, հիմա այն մյուսների ռիսկը, որ բարձրանում է, իրա վրա էլ է ազդում, չի կարող իրա վրա չազդի։ Հակառակ դեպքում, եթե միայն անհատական ռիսկով դիտարկենք, դա արդեն ապահովագրություն չի լինի ու որոշ անձանցը քիչ-քիչ կնվազի կգնա 0։ Այսինքն իրանք արդեն պետքա ոչինչ չվճարեն, բայց առաջ նախկինում այդպես էր։ Իսկ չէ, նախկինում էլ այդպես չէր, որովհետև նախկինում էլ կար բոնուս մալուս եւ կար սակագներ, որոնք տարբեր էին, անընդհատ չէին փոփոխվում, որովհետև բոլորի համար նույնն էին։ Կար, ասենք, այսինչ մեքենաների կամ տաքսիների համար այսինչ գիններ, այն մյուս մեքենաների համար ըստ շարժի հզորության մյուս գիններ։ Այդ տարբերությունները կար, կարող է հատկանիշները կամ չափանիշները մի քիչ այլ էին կամ քիչ էին կամ շատ էին, բայց նույն դրամաբանությունը կար, ուղղակի հիմա այդ ամենը յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն ինքնահաշվարկում ելնելով վիճակագրությունից։ Այսինքն առաջ բոլորի համար նույն կանոններն էին ըստ էության, չէ՞։ Բոլոր ապահովագրականների համար նույն կանոններն էին գործում նույն երևույթի հանդեպ։ Հիմա ամեն ապահովագրական նույն երևույթի հանդեպ ունի իր դրսևորումը եւ կարող է մի քիչ այլ ձևով հաշվարկի ռիսկերը, որոնք էլ կբերի, չէ՞, սակագնի ձևավորումներ։ Սակագնի տարբերությունների, բայց միևնույնն է բոլորի մոտ էլ է տրամաբանությունը նույնն է, քանի որ խաղի կանոնը եւ չափանիշները ոլորտն այնպեսին է, որ դիմացությունները ամեն դեպքում պետք է սահմանված է։ Որտեղից կարող եմ ծանոթանալ իմ ռիսկային գործակիցներին։ Պետք է դիմել ձեր ապահովագրական ընկերությանը ու ասել, որ ուզում եմ ծանոթանամ, ես եթե չեմ սխալվում, պատմությանը չի, իստորիան չէ, էլի։ Չափանիշները, ինչի իսկ չեն հրապարակում։ Հրապարակում են, նաև հրապարակում են, բայց կարող է այդ հրապարակվածը բավարար, այսպես ասած, պատկեր չէ։ մանրամասնությամբ ձեզ չներկայացնի այն, ինչ որ ձեզ պետք է, այդ դեպքում կարող եք դիմել, որ ավելի մանրամասն ներկայացնի։ Ամեն մեկը իր ապահովագրականի էջում, հա, այդ ինտերնետային կայքում տեղադրում են, ծանոթանում են։ Տեղադրում են այդ չափանիշները ընդհանուր, որը որ պարտադիր պիտի դիմես, որ քոնը։ Եթե ինչ որ բան ընդեղ ասենք չի բավարարում, པարզ չի, պետքա դիմել, որ ավելի մանրամասն։ Ու sense մի հետաքրքիր բան, նախինում լավ հիշում եմ, եթե նոր ապահովադիր էիր, 41000 դրամ սահմանված արժեք կար, ճիշտ չէ՞ հիշում։ 10-րդ դաս 41000 դրանից իստորիա սկսվում էր ու սկսում էր բարձրացնել մեքենաների դեպքում այդպես էր։ Առաջի անգամ ոչ թե առաջին մեքենան որ գրանցում էր, տնային տնտեսուհի էր առաջի անգամ կանոնով մեքենա էր գրանցվում 41000 բազային, հա, 10 բազային 10 Հիմա նույն տնային տնտեսուհին, չէ, բայց եթե նույն մեքենան օրինակ տաքսի վարեր, այնտեղ գործակից էր կիրառվել ու 41-ի փոխարեն։ Այդ դրա նկատմամբ դեմ չեմ, բայց բոլորի համար տենց միան բազային սակայն։ Չէ, որը բոլորի համար չէր, այսինքն դա կար մի հատ կարելի ասել միջին, որը որ նոր մտնողներն էին։ Դե գիտեք, մի քիչ ստատիստիկ վերցնում ենք B կարգի վարորդական անձնական շահագործման, տենց չէ, ով որ պատմություն գրանցեր ու տաքսի վարեր, հենց այդ պայից ոչ թե 41 կլներ, այլ 41 Դեմ չեմ, հիմա տարբերությունն եմ ասում, բան չունենք։ Մեքենա չունեք կյանքում, առաջ անգամ գնում եք մեքենա առնելու, ենթադրենք ասենք ձեր տղայի համար։ Հաշվառման կանգնացնում եք, այդ պահի դրությամբ չգիտեք ձեր ապահովագրականի գումարը ինչքան է կազմելու այդ մեքենայի, էլի։ Պիտի ապա կնքես, որ այդ պահին ցույց տա ինչքան անում, այսինքն մարդը գլխանց չգիտի, օրինակ ասում է, տնից ինչքան փող հետս վերցնեմ, կամ այս մեքենան պարտադիր չի կնքել։ Մինչև կնքելն է on-line համակարգում վերևում է բոլոր ընկերությունների գները կան։ Տվյալները մուտքագրում է, չէ, բայց նկատի ունի հետևելը, որ եթե օրինակ ուզում ես մեքենա գնես, չէ, ուզում ես նախապես հաշվարկես քո ծախսերը, թե այդ մեքենա գնելուց հետո պատկերացում հաշվարած գույքը արկը կարողանում ես հաշվարկել հստակ գումար է, չէ, քանի տարեկան է մեքենա եւ այլն, նկատի ունի, որ մինչև գրանցումը դու չես կարող հաշվարկել, թե ինչքան կլինի, բայց մոտավոր որովհետեւ հələ իմ անձի հետ էլ կապ ունի։ Իսկ չունենք հնարավորություն նախապես պայմանական, ասենք, տրամադրել որևէ ապահովագրական ընկերության կամ ասենք մարտիկ դիմեն բյուրո
եւ հարցն է օրինակ ես տիպի մեքենա եմ ուզում գնել, մոտավորապես ինչքան կկազմի իմ Նայեք, համարանիշ են գնում պետական հիմնարկից։ Նախորոք համարները սերիան կոմբինացիան հավաքում ես, արժեքները կոնստանտ են, այդտեղ չեն փոխվում, դրա համար այդպես է։ Հա, այստեղ կոնստանտ է, բայց մի բան փոփոխական է քո անձի հետ կապված, որը դու չգիտես ոնց է քեզ ընդունում ապահովագրական բանաձևը, ու գլխած չես իմանում։ Եթե դուք դիմեք մի հատ ապահովագրական ընկերության ու ասեք ինչ մեքենա եմ գնում, տարիքը ձեր մեքենայի տարիքը որոշակի մանրամասներ ներկայացնեք, իրանք մոտավոր կասեն։ ՀԿԲ-ի մոտ նման ծառայություն իրականացնում, այսինքն եթե ես հաշվիչով անեմ, չի հաշվիչներ էլ կան տեղադրված ապահովագրականի կայքում կա։ Այո, հա, բայց դրանք կգործեն մենակ հաշվառված տրանսպորտային միջոցի վրա, որտեղ ինքը պիտի կարողանա նույնականացնել, չէ՞, տրանսպորտային միջոցը, թե ինչ բազային տվյալներ ունի։ Չէ, հաշվիչներով կարելի է հաշվել, մոտավոր գինը կարելի է եւ ստանալ։ Հիմա միասին են գնում ՀԿԲ, պիտի գնեմ էլեկտրոմոբիլ։ Օրինակ, կամ բիտ պիտի գնեմ, կամ Տեսլա գնեմ։ Հա 10 տարեկանը նա նոր է։ Ի սկզբանե հաշվարկեմ իմանամ, այ գույքահարկը գիտեմ, նա բարձում է այս մեկինը տեսական բան չեմ ասում, ռեալ է։ Մի քիչ ուրճացնեմ, էլի։ Հավանական է համահավասար պայմաններում Տեսլան գնելու լինեմ ապահովագրա վճարս պատահաբար 72000 դրամ է կազմում, այ եթե բիտ գնելու լինեի, ենթադրենք կկազմեր 32000 դրամ։ Ու ես այդ ընտրությունը նախորդ չեմ կարողանում հաշվարկեմ անել։ Չէ, ապահովագրական ընկերությունների կայքերում տեղադրված է հաշվիչներ, որով կարող եք մոտավոր դրանք ստանալ, եթե ինչ որ խնդիրներ լինի, այսինքն այնտեղ ինչ որ տվյալներ լինի, որ չկարողանաք լրացնել, նորից երևի պետքա դիմել իրենք։ Ու ես ասում եմ այն դեպքի համար, երբ որ ես առաջի անգամ եմ մեքենայի մանունով գրանցում, էլի։ Հա, դա կապ չունի, մոտավորապես։ Չէ, երկրորդ անգամվանը ոնց որ ավելի հեշտ է, եթե չեմ սխալվում։ Դա կապ չունի, ձեր տվյալները եթե տակ, ձեր տվյալներով իրանք կարան ճշտեն, բոնուս մալուս ինչ կա ձեր վրա ու այդ հաշվարկը մոտավորապես ասեն։ Մի խոսքով ՀԿԲ-ի մոտից առայություն մատուցող ապաներին որ դիմեմ, այո։ Մենք ամեն դեպքում այդ հարցի հետ կապված մի հատ եւս ճշտումներ կանենք, եթե կա ինչ-որ խնդիրներ, որ ոչ բոլոր դեպքերում է այս բային հնարավոր, կաշխատենք այդ հարցն էլ կարգավորել, որ իրոք հնարավոր լինի գոնե մոտավորապես ստանալ։ Ես մի քանի փոքր սեգմենտներին վերաբերող հարցեր ունեմ, բայց թողեմ հետո, բայց հիմա կամաց մասնագիտական հարցը ուղեմ ձեզ երկուսին, էլի, նայեք, այ նախկինում շարժիչը կոմպոնենտ էր, չէ, որոշիչ էր համարվում, հզորությունը, շնորհակալություն։ Նայեք ոնց էր էլի հիմնավորվում, կարող է դուք ուրիշ հիմնավորում ասեք, բայց ապահովագրական բյուրոն էր հիմնավորում, ասում էր հաշվում եմ, որ եթե ինչքան հզոր է, այնքան դիմացի մեքենային ավելի մեծ վնաս կպատճառի իր հզորությամբ, հետևաբար իր ապան պիտի թանկ լինի։ Անցան տարիներ մենք հասկացանք, որ այդ գործակիցը սխալ էր ընդունված։ Այ հիմա նոր չափանիշներ գործակիցներ են գործում, արդյոք կան չափանիշներ, որոնք այո, որը ժամանակ կաշխատեն, բայց համարում ենք, որ սխալ էր հաշվարկ արած։ Նախկինում որ նշեցիք մեքենայի հզորությունը ձիաուժը հաշվի առնելով ավելի բարձր սակագները, որ ապա համակարգը ստեղծվել է 2010 թվականին, բնականաբար չի եղել վիճակագրություն, հաշվարկները որոշ չափով կամ մեծամասամբ ենթադրությունների հիման վրա է կատարվել, ինչ որ երկրների փորձ են նայել, հասկացա, մնաց հետո հա ինքը մնացել է, հետո իհարկե վիճակագրություն սկսել է ձևավորվել, բայց քանի որ սակագները ազատական չէին ու այդ ապա ոլորտը, այսպես ասած, ի սկզբանե սոցիալական ուղղվածություն ունենալով նաև սակագները չեն փորձել ամբողջությամբ կապել հենց անհատական ռիսկերի հետ, դրա համար մի քիչ, ասենք, խեղաթյուրումներ է ստացվել ու ստացվել է, դե որ ավելի մեծ շարժիչ ունեցող մեքենաների բարձր էր, այդ մեքենաները ավելի թանկ էին, այսպես ասած, այդ մարդիկ վճարում էին այդ ավելի թանկը, այն ավելի փոքր շարժիչ ունեցող մեքենաների համար ավելի հեշտ պայմաններ ստեղծելով ու այդ իրավիճակը որոշ ժամանակ ընդունելի էր բոլորի կողմից։ Օրինակ, պարոն Եղազյան, ես կարծում եմ սխալներից մեկը այ մոռացա, ասեմ, հիմա նշեմ, ոնց որ թե պարոն Չիլինգարյանն էլ ավելի մասնագիտական հենց այդ հարցին կասի։ Ժամանակին բոնուս մալուսը հաշվարկվում էր վարորդների վրա, փոխվեց, հիմա հաշվարկվում է սեփականատերերի վրա,
վարորդների ճնշող մեծամասնությունը ու այսպես ասեմ законապослушный վարորդները գտնում են, որ դա սխալ քաղաքականություն է, որովհետև պիտի հենց վարորդը պատասխանատու լինի այն տատիկ պապիկի անունով գրանցված մեքենան, հետո բոնուս մալուսը բարձրացավ, հետո մորքուրի անունով կանի։ Հիմա եթե գլոբալ վերցնենք համակարգը արդյոք միտք կա փոխելու, եթե փոխենք արդյոք առաջիկա տարիներում օրինակ բալայինի նման ճիշտ համակարգ չի դառնում, երբ որ հենց վարորդի վրա է անմիջական հաշվարկվում բոնուս մալուսը։ Տեսեք, հիմա պարոն Երազարյանը կասի ապահովագրության համակարգի հետ կապված այդ հարցի։ Բայց դուք էլ նման ստատիստիկաներից լավ եք դրա համար էլ։ Հիմա ես ասեմ, թե ընդհանուր մեր տեսանկյունից այդտեղ ինչն է էլի։ Նայեք, նախ ռիսկի գնահատման հարց կա եւ յուրաքանչյուր մեքենայի սեփականատեր պիտի իր մեքենան մեկ այլ անձի տալուց նախապես գնահատի այդ ռիսկը, այսինքն ում ես տալիս մեքենատ։ Երբ որ դու ես կրում այնուամենայնիվ պատասխանատվություն նրա կողմից վթարվելու դեպքում այդ հետևանքների մասով, դու մտածում ես մեքենա 10 օրինակ վարելու իրավունք չունեցողի այնց քրոնիկ իրավախախտումներ անողների թվով։ Այդ մի հանգամանքն է։ Երկրորդը հիմա ոչ թե տատին է մեքենան տալիս թորնիկին, այլ թորնիկը տատու անունով արել ու տատին չի որոշում այդ մեքենան։ Բայց հակառակը չի լինում։ Հիմա միշտ կարող ենք տենց օրինակներ գտնել, բայց վերջին տարիներին ձեր ասած դեպքերը շատ նվազել են, որովհետև հենց մի հանգամանքն էլ սա է, որ բերել է դրան, նաև բալային համակարգն է բերել դրան, որ արդեն ինչ էլ անեն կնվազել, վախում են։ Չէ, գրանցելիս շահագործող են գցում այնուամենայնիվ մեքենայի եւ օրինակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ձեր ասած ստատիկի մեքենան, եթե ինքը չունի վարելու իրավունք, բնականաբար կա կցված շահագործող անձ, ով իրականում վարում է այդ մեքենան եւ պատասխանատվությունը ինքն է կրում խախտումների մասով։ Այո, բայց մի ուրիշ հանգամանք էլ կա։ Մասով տատին է։ Բայց տեսեք, մի ուրիշ հանգամանք էլ կա։ Երբ որ ընդհանրապես մոդելի ընտրության հարցը բոլոր մոդելների դեպքում միշտ կարելի է գտնել եւ դրական եւ բացասական եւ ճիշտ ու սխալ բաներ։ Հիմա սեփականատիրոջ մոդելի դեպքում հիմա ասում ենք, որ օրինակ սխալ է, որովհետեւ կոնկրետ վարորդը գործողություն անում, բայց դրա համար պատասխանատվություն կրում է սեփականատերը։ Ես ոչ չեմ ասում, որ մոդելի դեպքում պարտավոր է պատասխան կրել, այլ արդյունավետ չէ, հենց դրա լավ օրենքով։ Նայեք, այն մյուս մոդելի դեպքում, ինչ որ մեկը կնքում էր ապա պայմանագիր, իր ընտանիքի անդամներին չէր գրում ապայի պայմանագրի մեջ, որովհետեւ եթե գրում ես մեկից ավել վարորդ, այնտեղ կինը բարձր է։ Դա 12-13 թվերի բան է, ասում։ Ես ժամանակ եմ եղել։ Գիտեմ։ Հիմա օրինակն է հիմավորում է օթանավակայանը իր անունով անպայման անունը լրացնում։ Տեսեք, չէին գրում իրանց ընտանիքի անդամներին, որովհետև ինչքան շատ վարորդ, այնքան շատ ռիսկ, հետեւաբար այնքան թանկ ապայի պայմանագիր։ Չէին գրում։ Հետո եթե ինչ որ մի հատ իրավիճակում ներողություն ավարտեմ, ինչ որ իրավիճակում խնդիր էր առաջանում եւ պիտի վարեր մեկ այլ, այդ ժամանակ ռեգրեսի հարց էր առաջանում։ Այդ նույն ժամանակ էլ այդ մարդիկ բողոքում էին այն հակառակից, ասում էին սա էլ է շատ վատ բան։ Հիմա տեսեք, էլ եկան դրան արվի երկու կոմպոնենտն են։ Մյուս կարևոր խնդիրը ասեմ, հիմա երբ որ ասում եք տատիկի կամ մուրքուրի եւ այլն, երբ որ վարորդի անունով էր բոնուս մալուսը, այսինքն հենց ավելանում էր, ուղղակի վարորդին փոխում են։ Հիմա վարորդին փոխելն է հեշտ է սեփականատիրոջ։ Դա արդեն քրեական պատասխանատվություն է, այստեղ տատիկ։ Քրեական պատասխանատվության խնդիր չկա, վարորդը գրանցված է, մեկ ուրիշ վարորդի անուն ես գրում, բոնուս մալուսը դիսու լավացավ։ Ապայի պայմանագրի մեջ ուրիշ վարորդ ես։ Ուրիշ վարորդ ես։ Ապայի պայմանագրում գրել մասին չի խոսքը, դեպքի վայր ոստիկան։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Պայմանագրի գնից ենք խոսում մենք հələ։ Ապա պայմանագրի բան է։ Ոչ թե հետևանքի մասով ենք խոսում, այլ բոնուս մալուսի կիրառման, չէ։ Հիմա դուք գցել եք մի հատ վարորդ, որի իր մեջ շատացավ, ուրիշին եք գցում։ Հիմա վարորդին փոխելն է հեշտ է սեփականատիրոջ խնդիրը իրավաբանական անձնած դեպքում։ Այդ խնդիրը շատ ավելի մեծ ու ցայտուն էր, որտեղ այնտեղ ասենք կարա 40-ից ավել վարորդներ լինեն։ Եվ պայմանագրում եթե ճիշտ վարորդին ես գրում իր մոտ ասենք մալուսները շատանում են թանգանում, վարորդին փոխում ես իջնում է։ Բայց հիմա այս սեփականատիրոջ տրամաբանության ներքո ունես չի որ ամեն ինչ խեղաթյուրվել է։ Եթե երկու մեքենա կա, պետք է ասենք մի դաս բարձրանար կամ չգիտեմ 4 դաս պետք է բարձրանար, այս դեպքում մի մեքենան եթե պատահարաբար ընդհանրապես 2 դաս է բարձրանում։ Այսինքն մեծ հաշվով չէ, չունենք 2 դաս, 3-ից ունենք, երբ որ շատ մեքենաներ կան, եթե մեկից ավել մեքենաներ է, ուղղակի բաժանվում է որոշակի բանաձևով, ոչ միայն 2, այլ կարող է 0.2 դաս։ Ընկերությունը որ մի քանի մեքենա, ես դրա մասին հարց ունեմ, բայց հետո էլի։ Հիմա այս կոնտեքստում մի երկու բան էլ կուզենայի ուղղակի sense հիշեցնել, ավելացնել, որ հիմա խոսում ենք, խոսեցինք սակագների մասին, հիմա արդեն բոնուս մալուսի մասին ենք խոսում, ասեցինք, որ սակագների վրա ազդող գործոնն է հատուցումների մասն էր։ Հիմա այստեղ կուզենայի մի բան շեշտադրել ու երևի դրա մասին էլ արդեն սկսենք խոսել, որ ինքը կարևոր հանգամանք է։
Եթե վարորդները մտահոգում են սակագների մասին, ու քանի որ ամենամեծ կարևոր բաղադրիչը հատուցումներն են, ուրեմն միակ կամ էական հնարավորությունը ազդել այդ սակագների գոնե չբարձրացման կամ նույնիսկ նվազեցման վրա, դա պատահարների հաճախականության նվազեցումն է։ Կամ անվտանգության։ Դուք այն կողմնայի։ Ես միշտ հոգեպես մեղադրում եմ Այսինքն բարեկային ծառայություն։ Հիմա Հայաստանում վթարների հավանականությունը 2-3 անգամ բարձր է, քան եվրոպական միջին երկրներում։ Հիմա այսինքն միակ ռեալ տարբերակը պատահարների հաճախականության նվազեցում կամ որ նույնն է, չգիտեմ, ճանապարհային անվտանգության բարձրացումն է։ Այստեղ իհարկե շատերը անելիքներ ունեն, այդ թվում մենք էլ որդեգրել ենք բյուրոյի ռազմավարությունում այս տարվա սկզբից առաջիկա 4 տարվա ռազմավարությունում կարևորագույն որպես ուղղություն այդ պատահարների հաճախականության նվազեցումը, որը մենք 3 ձևով ենք տեսնում։ Մեկը ճանապարհային ընդհանուր անվտանգության հարցերն են, կարգավորման, կառավարման, բարելավման եւ այլն։ Երկրորդը մեքենաների տեխնիկական վիճակի հարցերը եւ երրորդը վարորդների վարքագծային հանգամանքները։ Ու այդ 3 ուղղություններով էլ մենք նախատեսել ենք որոշակի գործողություններ, անելիքներ, բայց շատ կարևոր է այստեղ նաեւ համագործակցությունը մյուս մի շարք այլ պետական մարմինների հետ, ներքին գործերի նախարարության, ՏԿ-ն, Երևանի քաղաքապետարան եւ այլն։ Նույնիսկ կրթության եւ գիտության նախարարության հետ ծրագրեր ունենք կախված կրթման, վարորդների վարքագծի, վարորդների օրինակ բոնուս մալուսի մասին որ խոսում ենք, բոնուս մալուսի հաշվարկման որոշակի տրամաբանության փոփոխության հաշվի առնելով նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հանգամանքը, որը որ վարքագծային եւ կանխարգելիչ ազդեցություն կարող է ունենալ։ Բան չի լինել, այդ վերջինությունն է, չէ՞, ԿԿՄՍ-ն ինչը առարկան մտցրեց նախատեսեց։ Այդ դեռևս հայտարարության մակարդակով է, բայց ես ասում խոսքը բարձր դասարանցիների մասով էր, այդտեղ ոչ թե ընդհանուր ճանապարհային երթևեկության կանոնների մասին էր խոսքը, ինչքան ես հասկացա, խոսքը վերաբերում էր վարորդական դասընթացների ներմուծման, այսինքն այստեղ բնականաբար դա ենթադրում է նաև իր մեջ որ պիտի ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցանում իրականացվի, բայց առավելապես նպատակը նա էր, որ դպրոցական տարիքից որպես վարորդ պատրաստվեն, այսինքն հմտությունները թեկուզ տեսական մասով այդ ժամանակ ձեռք բերեն, բայց բացի այդ կա ուրիշ նախաձեռնություն նաև կառավարության կողմից 1-ից 4 դասարաններում այդ ընդհանուր ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում իրականացնելու, որը ենթադրում է ոչ միայն արդեն որպես վարորդ, այլ նաև բնականաբար որպես հետիոտ, որպես ուղևոր, նաև վարորդի, մենք միշտ վարորդ ասելով նկատի ենք առնում միայն հենց ավտոմոբիլի վարորդին, բայց պետք է հասկանանք, որ վարորդը նաև հեծանիվ վարող է, մոպեդ վարող, այսինքն այնտեղ եւս այլ հմտություններ կան եւ 1-ից 4 դասարանցիների պարագայում իրենք առաջին հերթին հեծանվորդ են լինում, հետո են դառնում ավտոմոբիլ։ Ու հետնյոտնա որպես երթևեկություն։ Իմիջիայլոց այդ նախաձեռնության շրջանակներում մենք բանակցում ենք ԿԳՄՍ-ի հետ, նաև որ որոշակի ծրագիր ենք ներկայացրել, այդ ընթացքում որ կարողանանք այս ԱՊԱ-ի եւ ԱՊԱ-ից հետևող հանգամանքների հետ կապված որոշակի, ասենք, ծրագրի մեջ մաս մտցնենք, ու հիմա այդ շրջանում ենք ոնց որ քննարկում ենք դա։ Այս վերջին նորությունն խոսքը բարձր դասարանցիների մասին է, թե սպասեք ձեզ հետաքրքիր բան ասեմ։ Ուրեմն հանրային քննարկում ինչքան կազմակերպում ենք, որ այս վարորդները վատնեն ոնց ուզենք, ինչ անենք, տարբեր երկեր քաղաքացիները առաջարկում են ու հավատացնում եմ ձեզ բոլոր դեպքերում ինչքան զրույցը խորանում է այնքան գնում է նախակրթական տարիքում այդ առաջինից 4 դասանում կրթելուն հիմա ձեզ մի հատ մաղթանք հարցնամ ու ավելի այլ հարցի անցնեմ էլի Ռուսաստանում էին նայում երկու աղջիկ փողոց էին անցնում դպրոցական տարիքի վարորդը կանգնեց զիջելու ու երկու երեխա ասեն սրտի կարած անցնում են ու նաև նայում եմ Ճապոնիայի դեպքերը երեխաները շնորհակալություն խոնարհվելով շնորհակալություն են հայտնում ու միշտ ուշադիր են նայում սպասում են որպես երթևեկության մասնակից վարորդի հետ վիզուալ կոնտակտի մեջ են մտնում համոզվում են որ վարորդը տեսավ կանգնեց պատրաստվում է զիջելու նոր փորձում են անցնելու Հիմա երբ որ մեր հայաստանյան պայմաններին ենք նայում, բազմաթիվ օրինակ ասեմ, մաման երեխու կալյասկեն առաջ բրթելով, ինքը հետո է հայտնվում երթևեկության մեջ։ Առաջինը երեխան մանկասայլակով, տատին երեխու ձեռը մարոժնի տված, հետևից քաշ տալով ու դրանք բոլորը չթույլատրված տեղերով անցնելուց։
Հիմա այդ առաջինից 4 դասանի կրթականի մասով երբ կունենանք նման պատկեր, երբ որ թորը տատուն նախատի, ասի չի կարելի նման բան անել ու ենթադրում եմ, որ մենք ապահովագրականի կարծում եմ այսօր էլ կլինեն այդպես դեպքեր, այդ նմանատիպ օրինակներ, այդ նույն սրտի կանոնները Հայաստանում էլ հնարավոր է որ կան, շնորհակալություն հայտնողները վստահաբար կան, բոլորը հանդիպած մենք մասսայական նկատի ունենք, բայց ձեր ասած դեպքերը, տեսեք, ձեր ասած դեպքերը եւ այդ սրտի կանելու եւ Ճապոնիայի օրինակը, որ խոնարհվելով շնորհակալություն դրա խոսքը վերաբերում է թույլատրված տեղով անցնելուն, այսինքն հետիոտը թույլատրված տեղով է անցնում, իրեն զիջում է եւ ինքը հայտնում է շնորհակալություն, ոչ թե ինքը չթույլատրված տեղով է հատում, հետո մի հատ էլ շնորհակալություն հայտնում, որ իրեն զիջեցին։ Բայց այդ դեպքում առավել է։ Տեսեք, շնորհակալություն մի հատ թուր պատկերացում կա մեր հետիոտների մոտ էլ, ես օգտվելով առիթից այդ մասին ասեմ, ես վերջում մենք էլի հաղորդման էինք, ասեցի մի անգամ։ Մեկ անգամ եւս ասեմ, առավելապես դա հետիոտներին է վերաբերում, մեր հետիոտները կարծում են, որ եթե կա գծանշված հետիոտնային անցում, տեղադրված նշան, որ այդտեղ հետիոտնային անցում է, իրենց իրավունքը բացարձակ իրավունք է, եւ իրենք երբ ուզեն, ինչ հաճախականությամբ, ինչ արագությամբ, ինչ չգիտեմ, մտադրությամբ զբաղմունքով ուզենան կհատեն երթևեկելի մասը, բայց դա այդպես չի, որևէ իրավունք, հատկապես ճանապարհային երթևեկության մեջ բացարձակ չի, որտեղ կան այլ մասնակիցներ, որոնք եւս իրավունքներ ունեն։ Ասենք վարորդը, որը տրանսպորտային միջոց է վարում, նա եւս իրավունք ունի, չհաշված, որ այդտեղ մեջտեղում կա տեխնիկական միջոց, իդեմս ավտոմոբիլի կամ որևէ տրանսպորտային միջոցի, որը հնարավոր է, որ այո, չկարողանա ուղղակի վարկագիծը փոխել այնպես, որ անվտանգ լինի։ Հիմա մեր հետիոտներին մի անգամ եւս հորդորենք, որ թեկուզ գծանշված հետիոտնային անցումով անցնելիս ուշադիր լինեն, այո, սպասեն մինչև համոզվելը, որ իրենց զիջում են, վարորդի հետ տեսողական կոնտակտը ստեղծեն, վստահ լինեն, որ վարորդը իրենց տեսել է, դրա համար է կանգ առել, ոչ թե այլ նպատակով ու ասենք, որը ցանկացած պահի կարող է շարժվել, հետո նոր հատեն երթևեկելի մասը, որտեվ այնուամենայնիվ դժողը լինելու են իրենք եւ ցանկացած պարագայում ինչքան էլ վարորդը մեղավոր լինի, հնարավոր է որ իրենց կյանքը այլևս կամ առողջությունը վերականգնել չլինի։ Բան չլինի։ Վարորդներին ինչ խորհուրդ եք տալիս։ Երթևեկում են ու հանկարծակի տեղից գիտակցության ցածր մակարդակով սոցիալապես ցածր պատասխանատվության պանձը չթույլատրված տեղով փորձում է հատել երթևեկել գոտին, իմ աչքով տեսել եմ 8 գոտի ունեցող ճանապարհին 8 անգամ խոչընդոտելով երթևեկողներին, որտեղ բարձր ինտենսիվության էր, մոտավորապես 9-ից 10 անգամ մահվան ելքով հավանականություններով այդ մարդուն հաջողվեց անցնելու։ Հիմա ես եմ երթևեկության մասնակից եմ, ոնց վարվեմ։ Սիգնալ տամ, պատուանը բացեմ, նախատեմ, հետ վերադարձնեմ, թե այնուամենայնիվ միջոցներ ձեռնարկեմ։ Բնականաբար նմանատիպ խորհուրդ չենք տալիս վարորդին, որովհետև ցանկացած նման գործողություն ավելի կսրի իրավիճակը ու այդ երթևեկելի մասը հատողին ավելի վատ վիճակի մեջ կդնի ու հաջորդ պահին հնարավոր է որ ձեր ասած բարեբախտաբար ավարտը տեղի չունենա, այսինքն ընդհատվի։ Իմ խորհուրդն է վարորդներին, որ նախ ուշադիր լինեն երթևեկությանը։ Հիմա այստեղ էլ գալիս ենք մի այլ հանգամանքի, որ որպես կանոն ցածր արագությունների դեպքում այդ պատահարները լինում են նրա հետևանքով, որ մեր վարորդները վարելուց բացի զբաղվում են եւս մի քանի այլ գործողությամբ։ Ասենք հեռախոսով են խոսում, կարճ հաղորդագրություն են գրում, հոլովակ են դիտում, չգիտեմ, այլ որևէ սնունդ են ընդունում ղեկին, հեղուկ են ընդունում ու տենց տարբեր գործողություններ, որոնք բացարձակ կապ չունի։ Հիմա մեր խորհուրդն է, որ ուշադիր լինեն առաջինները, պրոցիկով են քշում, էլի հետնյոտնից բետար։ Դե նույն մարդիկ են ովքեր սխալական են եւ խախտումներ անում են։ Հիմա դուրս է եկել իմ դեմը։ Ինչ անում։ Պետք է առաջին հերթին ուշադիր լինել, պահպանել կանոնները եւ հնարավորության դեպքում բնականաբար արգելակել, որովհետեւ հաշվի առեք, որ դուք մեքենայով եք եւ հավանականությունը, որ ձեզ կպատճառվի վնաս ավելի մեծ, քան իրեն, բնականաբար քիչ է։ Այսինքն ձեզ վստահաբար ավելի քիչ վնաս կպատճառվի, քան այն մարդուն, ով հատում է ճանապարհը ոտքով։ Ճիշտ է, ինքն է սխալ բնականաբար իր խախտման հետևանքով առաջանալու այդ բախումը կամ ընդհարումը, բայց այնուամենայնիվ մենք դիել ենք ավելի մեծ վնասը կանխելու բոլոր միջոցները ձեռնարկել բարեհաջող բնականաբար։ Այո, բնականաբար։ Իսկ իր նկատմամբ վարչարության մասով այդ արդեն մեր պատասխանատվության տիրույթում է, ինչին մենք այս 25 թվականին շատ մեծ ուշադրություն ենք դարձրել ու արդյունքում ունենք
զոհերի նվազում մեր վերջի հանդիպմանն էլ ես դրա մասին խոսեցի, էական նվազում ունենք։ Ու խոսացաք, որ ավելի շատ ժողովրդի լեզվով ասած, եթե ամեն ինչ բարեհաջող լինի, այո, տարին կավարտենք բավականին լուրջ նվազման թվով զոհերի մասով։ Իմիջիայինս մոբեդների մասով երևի տեղյակ եք, որ արդեն կառավարության որոշմամբ հաշվառման ենթակա են, ապա մասին օրենքում էլ նախատեսվում է փոփոխություն, որ ապայի պարտադիր մոբեդները եւս պիտի ապահովագրեն, այսինքն նրանցով Մի հատ ասեք այդ լավ լուր վարորդներին, երբ ֆանից է տեղի ունեն, այդ գիտեք, չէ՞ հայտնի դեպքը, խփմա սորի, ասում լավ, ես մարդը ոչ մի բան չունի, ոչ կարող եմ ապադիմեմ, ինչ անեմ։ Օրենքի ընդունումը բնականաբար հրապարակային ազգային ժողովում Մինչև բոլորը մինչև այդ արկերին է վերաբերվում։ Բոլոր մոպեդները, որոնք հաշվառման ենթակա են, ընդհանրապես մոտեցումը այնպեսին է, որ բոլոր են տրանսպորտային միջոցները, որոնք հաշվառման ենթակա են, այսինքն նույնականացվում են, բացի սահմակատից մնացած բոլորը պիտի ունենան ապա պայմանագիր։ Հոյակապ նորություն։ Հիմա էլի տենց հատուցումը, հա, նույն եղանակով։ Հիմա կարծեմ կառավարությունը արդեն մտնում, որից հետո կներկայացվի ազգային ժողովում։ Ողջունելի է։ Նախագծերը հրապարակային են քննարկվում։ Նայեք, վթարներից եմ ուզում խոսանք։ Այո, ձեր այդ լիովին 101%-ով համաձայն եմ, ապա սակագների վրա ամենաշատ ազդողը ասում է քիչ վթար արեք, մենք էլ ձեզանից քիչ գանձենք։ Ամենահասարակ ձևով ամենահասարակ հարցից եմ սկսում, արդեն կխորանանք էլի։ Ինչ պատկեր ունենք, ցանկացած Վրաստան գնացող ասում է գժի պես քշում են, բայց ամբողջ օրը երթևեկում ես Թիֆլիսում մի հատ վթար չես հանդիպում։ Հիմա գալիս ես տեղ 20-ի տակ բոլորը քշում են, բայց աչուձախ վթար ու խցանումներ։ Ինչի՞ց է։ Հետևյալ կերպ էլի անդրադառնալ այդ հարցին։ Մենք կարող ենք չվերցնել, ասենք Վրաստանի կամ Թբիլիսի օրինակը, կարող ենք վերցնել ավելի լավ օրինակներ։ Ասենք սկանդինավյան երկրների օրինակներ, Մեծ Բրիտանիա, Իսլանդիա, Դե մենթալիտետով նման ենք, մենք սկանդինավ բայց էական տարբերություններ կան բոլոր պայմաններում էլի կախված մարդկանց վարքագծից, տրանսպորտային պարկի որակից, ճանապարհների վիճակից եւ որակից եւ այստեղ բացարձակ էական չի ճանապարհի ծածկույթի որակը ու միայն օրինակ ասֆալտի որակը լավ լինելով դեռ հնարավոր չի ասել որ ճանապարհը լավն է կամ անվտանգ է եւ այլն այսինքն շատ կոմպոնենտներ կան ու հիմա վերցնենք եթե մեր եւ Վրաստանի միջև որոշակի ճանապարհներ իրար համատենք պարզվի որ մեզ մոտ էլ կան ճանապարհներ որոնք իրենց ճանապարհների համեմատ ավելի անվտանգ են քան իրենց դա եւ կլինի հակառակը նաեւ իսկ եթե նեղացնենք մայրաքաղաքները հաշվի առնենք հետեւյալը էլի եթե մայրաքաղաքները հաշվի առնենք այնտեղ էլ են լինում ինտենսիվ երթևեկության ժամեր նույն պիկ ժամերը Թբիլիսիում էլ կան ես ինքս էլ եմ տեսել դուք էլ եք վստահաբար տեսել նույն առավոտյան երեկոյան ժամերին քաղաքի որոշակի հատվածներում բոլոր քաղաքներում ինտենսիվ երթևեկության պիկ ժամեր լինում են Դե տեսեք, հիմա միշտ կարելի է էլի ասել, որպես տուրիստ գնալ որևէ բան տեսնել, բայց չապրել այնտեղ ու այտենց գնահատական տալ այդքան էլ ճիշտ չի։ Հիմա եթե մենք օրինակ հարցնենք Թբիլիսիի բնակչին, ինչը մենք մեր ուսումնասիրությունների շրջանակներում արել ենք նաև, որ տագնակ տաքսիստների հետ ենք շփվել ոչ ներկայանալով թե մենք ովքեր ենք, չէ, այնտեղ էլ են դժգոհ որոշակի բաներ։ Մեր երթևեկությունից գոհ են։ Խոսքը ոչ թե այլ երկրի երթևեկությունից գոհ լինելու, մասն այլ իրենց երկրի կամ իրենց քաղաքի երթևեկությունից գոհ կամ դժգոհ լինելու։ Այսինքն այնտեղ էլ կան դժգոհներ բնական։ Դրա համար են։ Դրա համար ես ասում եմ եկեք ավելի լավ օրինակ վերցնենք եւ ավելի լավ օրինակի հետևից գնանք, էլի վերցնենք օրինակ սկանդինավյան երկրները, Մեծ Բրիտանիա, գնանք դրա հետ, ինչի։ Մեր ձգտումը դա է։ Համեմատվում ենք, կարելի է լավագույնին համեմատել։ Ուրեմն ես ասեմ ինչի համար սկանդինավյան երկրներում այ մարդ գիտեմ Գերմանիայում լավագույն վարորդ էր ճանաչվել գնացել է սկանդինավյան երկիր ասում էր ոնց որ աբորիգեն լինեմ ասում էր մի շարքով խցանում է կանգնած է ոչ մեկ չգիտի դիմացը ինչա կատարվում բայց ժամով սպասում են ոչ մեկ չի 11 վայրկյանից ավել սպասես դու պիտի մեքենայով գնաս տեսնես ինչա կատարվում մենթալիտետի հարց է մի քիչ վերջում որ շատ խոսենք ի վերջո հանգելու ենք նրան որ այդտեղ էլ կրթության կոմպոնենտ կա որ կրթությունը եւս ազդեցություն ունի։ Դա դրամալ ասում սկանդինավյան։ Եվ հիմա եթե Վրաստանի օրինակը վերցնենք, Վրաստանում մեր համեմատ մի փոքր ավելի շուտ են երևի թե ոլորտային ռեֆորմների մասով գործողություններ իրականացվել, քան մեզ մոտ է, բայց ասենք որ շատ էականը մեր եւ Թբիլիսի տարբերությունը այդպես չի։ Ինչի են առաջանում պատահարները, եթե խոսենք դրանից, օրինակ քիչ առաջ նշեցի փոքր վնասներով պատահարները, որոնք հենց պիկ ժամերին մեր խցանումների կամ այդ հոսքերի շատ դանդաղման պատճառ են հանդիսանում, դրանք առաջանում են այդ
անուշադրության հետևանքով։ Այսինքն մարդիկ ուշադիր չեն։ Պիկ ժամի երթևեկություն է, որոշակի դանդաղում է բնականաբար ընդհանուր հոսքը, որովհետև շատ են մեքենաները, եւ այդ դանդաղ հոսքի մեջ մեր վարորդները որոշում են, որ ժամանակը կարելի է լրացնել մեկ այլ գործողությամբ։ Դե դեպքում պետք է ոչ թե վարել մեքենան, այլ լինել ուղևոր որևէ այլ մեքենայի մեջ ու այդ ժամանակը լրացնել այլ գործողությամբ։ Իսկ վարորդի պարագայում դա բնականաբար արգելվում է եւ մենք էլ դրան ուշադրություն դարձնում ենք, առաջիկայում եւս նախատեսվում են միջոցառումներ այդ ուղղությամբ, նաև տեխնիկական հագեցվածության մասով, թե չեմ սխալվում, մենք այդ մասին խոսել ենք նաև, բայց նախատեսվում է նաև որոշակի տեխնիկական միջոցների օգտագործմամբ արձանագրել նաև այդ իրավախախտումները, հեռախոս, յարեկին ծխել, ասի այն իրավախախտումները, որոնք որ սովորական խաչմերուկների տեսախցիկներով դժվար է արձանագրել կամ պարեկային ծառայողին մեծ հոսքի մեջ դժվար է տեսնել կամ արձանագրել իրավախախտումները, դրանք եւս կարծում որը կարծում ենք շատ էական տարբերություն կբերի։ Պարոն Եղազյան, մանր խախտումները ճիշտ գիտեմ, չէ՞ որ առյուծի բաժին են զբաղացնում վթարների քանակի մեջ։ Նկատի ունեք փոքր հետևանքները։ Հա, մանր փոքր հետևանքներով վթարները։ Իհարկե։ Ժողովրդի ասած 720 դրամանոց վթարներ, որոնք խցանումներ են առաջացնում։ Նայեք, շատ են, չէ՞, քանակական։ Իհարկե գումարի չափով չի։ Հիմա եթե դրանք նվազեցվեն, ապա իսակագինը վրա կազդի, կնվազի։ Եթե ցանկացած վթար նվազեցվում է, բնականաբար ապա իսակագինի վրա կազդի։ Հիմա կոնկրետ դժվար է ասել, որ ինչ կան, բայց ինչ անենք, որ վթարները խմբային, նայեք, այդ մանր վթարները օրինակի համար նվազեն։ Ես օրինակ քանակը պատկերացում ունեմ, այնտեղ, չգիտեմ, 60%-ից ամենապարզ գործիքը դա հեռախոսով չխոսելն է երթևեկության ժամանակ SMS չգրելը։ Իսկ ոստիկանությունը ինչ անի որ նվազի։ Մենք ասեցի մենք ինչ ենք անում ու ինչ ենք անել պատրաստում եք դուք անում։ Նաև հիմա էլ ենք դուք անում։ Բայց մեծ հոսքի մեջ, մեծ ինտենսիվության մեջ, երբ որ նույն մի պարեկային ծառայողի տեսադաշտում կա, ասենք 500-600 տրանսպորտային միջոց, շատ դժվար է հայտնաբերել այդ խախտումը։ Ավելին, այդ նույն պարեկային ծառայողը պիտի հասնի այդ խախտում անողին, որ կարողանա տեսնել հայտնաբերել։ Բայց այդ խախտում անողը գտնվում է ենթադրենք իրանից 10-20 մեքենա առաջ։ Այսինքն պարեկային ծառայողը այդպես լավ չի կարող ամբողջը միանգամից եկեք ոստիկանությանը միացած կեղտոտ հարց տամ, էլի։ Ոստիկանությունը վթարների ստատիստիկաներ հասկանում է ու դա օրենքից, ես չգիտեմ դուք գիտեք թե չէ, իմացեք, օրենքից դուրս են մղել սովորական նյութական վթարների ստատիստիկաները, այսինքն օրենքում գրած է, որ վթարների դեպքում վերլուծեք որտեղ է հաճախ կատարվում ու ըստ դրա միջոցներ ձեռնարկել, բայց դա վերաբերում է մարմնական վնասվածքներով, այդ մանր վթարները նյութականներով դուրս են մղված։ Հիմա հիմնարկ կա, որը որ զբաղվում է նյութական վնասով, որ մարդու բան չի եղել մեքենային է։ Երևի այդ հարցին ես ավելի շատ Չէ, ներողություն վաղին եք ասեցի։ անգամ էլ ասեցի, հիմա էլ ասեմ։ Տեսեք, որևէ մեկը օրենքից, որևէ բան դուրս չի մղել։ Խոսքը վերաբերում է հաշվառման տեսակներին։ Վիճակագրական հաշվառում երևույթը իր մեջ պարունակում է բացառապես, եւ դա ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի բոլոր երկրներում, բոլոր վիճակագրական հաշվառումը իր մեջ ներառում է բացառապես այն ճանապարհատրանսպորտային պատահարները եւ նրանց հետևանքները, որի արդյունքում կա մարդկային տուժած։ Եթե չկա, դրանք հաշվառվում են այլ եղանակով, ոչ թե ընդհանուր պետական վիճակագրության մեջ են մտնում, որտեղ պետական վիճակագրական հաշվառումը ներառում է նա մյուս պատահարներ, այսինքն նյութական վնասով պատահարներ, դրանք եւս հաշվառվում են, դրանք եւս վերլուծվում են։ Ընդ որում ասեմ, այս պատահարների մասով գործողություն արվում է եւ ոստիկանության կողմից, եւ ապահովագրական համակարգի կողմից, որտեղ պատահարների մի մասը սպասարկվում է միայն ապահովագրական համակարգի կողմից, այսինքն որևէ պետական մարմին մասնակցություն չունի դրա ձևակերպման, այսինքն մենք հաճախ չենք էլ իմանում, որ նման պատահարը տեղի ունեցել։ Այսինքն որպեսզի նյութական վնասով պատահարների ընդհանրացված հաշվառման թիվ մենք ունենանք Հայաստանի Հանրապետությունում, տեսեք, ել չասեմ երրորդ կոմպոնենտը, երբ նույնիսկ դեպքեր կան, որ ապահովագրական համակարգն էլ չգիտի պատահարի մասին, երբ երկու վարորդ իրար մեջ պայմանավորվում են եւ գնում են։ Հիմա ավարտեմ։ Տեսեք, եթե մենք ուզում ենք իմանալ նյութական վնասով պատահարների առնվազն արձանագրված, այսինքն համակարգին դիմաց, այսպես ասած, քանակը, դրա ճշգրիտ տվյալները գտնվում են ապահովագրական համակարգում, որտեղ այնտեղ կան եւ մեր կողմից ձևակերպված պատահարների եւ վարորդների կողմից ուղիղ ասվա համակարգում ձևակերպված պատահարների տվյալները։ Մենք ինչ ենք անում։ Մենք այդ տվյալներին բնականաբար տիրապետում ենք, մեր մասը դե բնականաբար մեզ մոտ էլ մենք տիրապետում ենք։ Պարբերաբար, եթե չասեմ ամիսը 1, 2 ամիսը 1, 3 ամիսը 1, ինչ ըստ անհրաժեշտության, մենք տիրապետում ենք նաեւ ապահովագրական համակարգի տվյալներին։ Հիմա նաեւ որոշակի process-ներ ենք զարգացնում, որպեսզի կարողանանք դրանց մասով ստույգ
պատահարների վայրը նույնիսկ մետրերի ճշտությամբ բարձելու ու կարողանանք դրա հիման վրա իրականացնել միջոցներ, որպեսզի կանխվեն այդ պատահարները, եթե դրանք կախված են օրինակ որոշակի տեղում, որոշակի հանգամանքներով։ Մենք տեղեր ունենք, որտեղ հաճախ են տեղի ունենում պատահարները, մի տեղի մասին ես անձամբ եմ զբաղվել եւ հենց ապօրինական համակարգից տվյալները հանելով վերլուծելով հասկացել ենք ինչից է եւ այդ տեղում որոշակի միջամտություն անելով պատահարները այդ վայրում առնվազն վերջին 1 ամսվա ընթացքում այլևս չեն եղել։ Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատանք տանում, որպեսզի կարողանանք ընդհանրացված նաեւ նյութական վնասներ, իսկ մինչ այդ մենք անում ենք մեր կողմից ձևակերպած իմաստով ու դրանք եւս վերլուծվում են։ Այսինքն այնպես չի որ պետական վիճակագրության մեջ արտացոլվում են մարմնականները, մնացածը դուրս են մնում մեր տեսադաշտից։ Ես կներեք, պարոն Շիլինգարյան, ես եւ Խաչատրով կուզենայի մի երկու բան ավելացնել այստեղ, որովհետեւ ոչ մարմնական վնասվածքների մասով բնականաբար ասվա համակարգում կա տեղեկատվություն հավաքագրված եւ դրան մենք տիրապետում ենք, ավելին ասեմ, դրա հետ կապված որոշակի գործողություններ են հիմա արվում, դրան տեղյակ է նաեւ պարոն Շիլինգարյանը։ Իրենց է ասում։ Մասնավորապես նախատեսում ենք պատրաստել այսպես ասած պատահարների քարտեզ, ինքը դինամիկ քարտեզ պետք է պատրաստենք, որը որ ժամանակի ընթացքում անընդհատ թարմացվի։ Այդ քարտեզի հիման վրա նաև նախատեսում ենք վերլուծություններ իրականացնել բուն, այսպես ասած ավտոմատ կերպով վերլուծություններ, որտեղ հաշվի առնելով ժամային, սեզոնային, տեղային, հաճախականության, տեսակի, մեծության եւ այլ հանգամանքները որոշակի արդեն ծրագիր է ինքը հուշումներ տա պատճառների հետ կապված եւ նաեւ ստեղծել աշխատանքային խումբ, որի վերաբերյալ բանակցություններ եւ խոսակցություններ ա եղավ ՏԿ-ի հետ, շուտով այդ առաջարկը կներկայացվի նաեւ անվտանգության փոխվարչապետին առընթեր կոմիտե կա ստեղծված, մենք պետք է մասնակցենք այդ առաջարկը ներկայացնենք, ստեղծվի այդ խումբը, որտեղ այդ քարտեզի ձևավորման եւ դրա հիման վրա որոշակի վերլուծությունների իրականացման արդյունքում արդեն ավելի համակարգված մոտեցումներ պետք է փորձենք կիրառել, առավել վտանգավոր այդ հատվածների ու նաև կանխարգելիչ տեսանկյունից, որովհետև եթե միտեղ կա փոքր ինչ-որ վնասներով պատահարներ, հնարավոր է հետագայում էլ ըստ այդ վերլուծությունների դրանք բերեն նաև ավելի մեծ հետևանքներով պատահարների եւ դրա հիման վրա որոշակի միջոցներ ձեռնարկվի ու արդեն համակարգված աշխատանք կատարվի։ Բացի դրանից նաև որը որ կարող այդքան էլ մեծ ազդեցություն չի ունենում այս բային մեքենաների տեխնիկական վիճակի մասին խոսակցություններ կար, այդ տեղզնման համակարգի բարելավում, ստեղ ապահովագրական համակարգի ներգրավում էս հարցերում, որը որոշ չափով նույնպես կարանպաստի եւ ինչպես նշեցի, վարորդների վարկագծի վրա ազդեցության նույն բոնուս մալուս համակարգում ավելի անատական, այսպես ասած, միջոցների կիրառումը կախված իրենց կանոնների երթևեկության կանոնների խախտումների դա երբ է մցվելու է Դա դեռ դրա վրա, ասենք, հաշվարկներ ենք անում, հա, պետք է հասկանանք ինչ չափով ինչպես գործակից։ Բացի դրանից նաև երևի իրար հետ էլ խոսել ենք մի անգամ այդ թեմայով, որ սենց բան ենք մտածում, որ օրինակի համար հələ դեռ էդի շատ սենց հում վիճակում է, որ մալուսային համակարգի եւ այդ բալային համակարգի վարորդներին առաջարկելով ինչ որ դասընթաց եւ հետագայում նաև տեստավորումներ, քննություններ հնարավոր լինի որ կմարի մալուսը։ Հա Մալուսի կամ բալի մարման հետ կապված որոշակի ժամանակում այդ դասընթացներ, որը թե երթևեկության կանոններ եւ հոգեբանական տեստեր իրանք կընդհանրեն։ Մի խոսքով ու այդ կրթական ծրագրերը, որ նշեցի կրթության, գիտության, սպորտի նախարարության հետ եւ վերջի հայտարարությունները նախարարի այստեղ էլ կփորձենք մենք այդ մեր ինչ-որ մոդուլը ավելացնել, ապա հետ կապված եւ անվտանգության ուղղությամբ նաեւ։ Ես մի հատ այսպեսի հարց է լինայք Հիմա ինչ որ ասեցիք, օրինակ ինձ գոհացնում է, երջանկացնում, բայց ապահովագրական ոլորտը իդեմս բյուրոյի այն հիմնարկը չի, որը որ պիտի զբաղվենք։ Հասկանալի է, ասում եք, եկեք զբաղվենք, որ վնասները, թե մեր վնասները, թե քաղաքացիների ռիսկերը նվազեն ու եկապ մենք։ Բայց հիմա հասցեատերը դրա դուք չեք, նայեք, ձեզ հասարակ բան ասում։ Մենք չենք ասում, որ միայն մենք պետք է։ Ներքին ընդհանրապես դուք չեք։ Չէ, մենք ստեղ Եթե տվյալները տիրապետում են իրենք։ Տվյալները մենք ենք տիրապետում։ Չէ, դուք հասանելիություն։ Բացի այդ շահ ունենք, չէ։ Այսինքն ապահովագրական համակարգի
կոնկրետ ախր պետական մարմին հիմա միգուցե քաղաքապետարանինն է ես հարցը տամ բան չի լինի այնուամենայնիվ տվյալները եթե տիրապետում են իրենք ամբողջական նայեք ճիշտ է որ ուսումնասիրություն վերլուծություն այնտեղ արվի վստահորեն հետևանքները այնտեղ ամենահասարակ կետն եմ ասում Երևանում բազում են բոլորը անգիր գիտեն մենք խոսում ենք 15 կվարտալի Կալցևոյի մասին որ բոլորը իմանան նման կերպ ասեմ ձևակերպեմ ուրեմն համ խցանումը կա համ անընդհատ վթարները կա ես վստահ եմ եթե առանցին հանեք ձեր հատուցումները ահագին մեծ գումար կկազմի ու մարդիկ հաշվարկում են ասմախացանումների մեջ ավելի շատ բենզին են սպառում քան նոր տարու ծախսը օրինակ հիմա նայեք այդքան վթար եղել է արդյոք այդ հաշվարկը հնարավոր չի շատ ավելի օպերատիվ անել ու ինչ-որ մի բան մտածել մեգուցե հասցեատերը քաղաքապետարանն է բայց հաստատ էս հարցի հասցեատերը ապահովագրական բյուրոն չի բայց այսօր ներկայացնում ասում են մենք ենք չէ կներեք ընդհատեմ ասեմ այդ օրինակի համար այդ օրինակը որ բերեցիք ասենք այդ Կալցևոյի մասով հիմա մենք քանի որ ամբողջ տեղեկատվությանն ենք տիրապետում եթե մենք նորմալ վերլուծություններ անենք հասկանանք ինչ մեքենաներ են այդտեղ ներգրաված որ ժամերին արդյոք այդտեղ որ շատացել է միտեղ պակասել է ինչ որ պետքա կապերը պատճառը հետևանքային տեսնել չէ մենք դա ընդհանրապես վերլուծություն այսինքն տվյալների բազայի վերլուծության մասին է խոսքը ես չեմ ասում Ես չեմ ասում որ հենց մենք չենք անում կամ իրենք որ անում են մենք այլևս չենք անում այդ վերլուծություն չի շնորհ լավ բանով եք զբաղվում բայց ձեր մենք միայն մենք չենք լինելու այդ աշխատանքը տրամադրել եւ մեզ եւ ենթադրում եմ քաղաքապետարանին այդ վերլուծության գործընթացին պետք է մասնակցեն ՏԿ-նից ներքին գործերի նախարարությունից քաղաքապետարանից դա միայն մենք չենք անելու ուղղակի որպեսի ամբողջական բանը պատկեր ձևավորվի թե այդ պատճառների թե հետևանքների թե առաջարկների փորձագետներ կներգրավեն պետքա բոլոր կողմերը շահագրգիռ հասկանում եմ որ ամբողջ վերլուծության բեռը ձեր վրա է դուք պատրաստ եք տալիս եք ասում եք խնդրում եմ այստեղ այսօր այդպես չի եղել դեռ չկա երկրորդ այդպես չի լինի որովհետեւ դա հրաժարվեք ես ձեր ասացիք այդ տվյալների մեծ մասը մենք ենք նու մեծ չասեմ առնվազն մի 30-35% մենք ենք լրացնում, այսինքն այն մասով ինչքանավոր մենք ենք ձևակերպում։ Այո։ Հետո տվյալները ենթադրում եմ որ նաև խոսքը չի գնում միայն մեր մասին, ես նորից Խաշմիրն ես անգիր գիտեմ։ Ամբողջ ինչ որ ասում էր պարոն դեռ չեն արել այդ վերլուծությունը, բայց մենք անում ենք։ Իբր օրինակի համար ինչ եք անում, որ դա բայց երկար է էլի, բարբերաբար դա տեղի ունենում։ Օրինակ հենց 15 կվարտալի Կալցևոյ պետությունը արդյոք որից է բան անում մենք բարեկայինի խնդիրն է թե քաղաքապետարանը եթե խոսքը վերաբերում է Խաշմերուկի որոշակի փոփոխությանը կառուցվածքին բնականաբար մենք այդտեղ ֆունկցիոնալ առումով չունենք անելիք ես կհասկանամ ֆունկցիոնալ առումով չունենք անելիք բացի նրանից որ այո մեր ձեռքի տակ եղած տվյալները տրամադրել այն մարդկանց ովքեր որ այդտեղ անելիք ունեն եւ նաեւ դիմել որպեսզի որոշակի հարցեր արվի որովհետեւ մեզ համար առաջնահերթությունը անվտանգությունն է ու մենք էլ բնականաբար դիմել ենք քննարկել ենք բազմաթիվ ու կարծում եմ որոշ ժամանակ անց այդտեղ լուծում գտնվի ամեն դեպքում լուծումները հեշտ չեն այդ հատվածի չէ դեմ չեմ դա հասարակ սպառողին քաղաքացիներին չի հետաքրքրում է որ լուծում լինի նայեք ճիշտ եմ հասկանում Երևան քաղաքում ԱՊԱ բյուրոն բարեկային ծառայությունը եւ քաղաքապետարանը համատեղ մեկը տրամադրում մյուսը վերլուծում մյուսը իրագործում արդեն Երևան քաղաքից դուրս ԱՊԱ-ն բարեկայինը եւ ՏԿ-ն այդ դեռ ոչ բայց պարոն Եղազյանի նկարագրած մոդելը այդպես է պատկերացնում դուք ստանձնում եք այդ պարտավորությունը ասում եք եկեք մենք հիմնադրենք այդ ստատիստիկայի մենք ոչ թե հիմնադրենք վտանգների աղբյուրի հաշվարկները հա հնարավորությունը հիմա ասեմ օրինակ տարածքային կառավարման նախարարությունն էլ է ինքը իր ուժերով վերլուծություն անում վերցնելով մեր տվյալները ասենք մարմնական վնասվածքներով պատահարների ամբողջական տեղեկատվություն կանի որ մեզ մոտ է վիճակագրական իրենք մեզնից բարբերաբար վերցնում են տվյալները եւ իրենք էլ վերլուծություն անում միջպետական ու հանրապետական ճանապարհների այսպես կոչված սև կետերի վերհաման եւ այդ ուղղության միջոցներ ձեռնարկելու համար որ վերջի 2-3 տարիներին իրենք բավականին
այն ժամանակ եղած սև կետեր վերացրել են հենց շինարարական միջամտությունների կամ երթևեկության կազմակերպման միջամտությունների շնորհիվ։ Այնպես չի, որ միայն մենք ենք անում որևէ բան կամ միայն մենք պիտի անենք որևէ բան, չէ, իրանք էլ ունեն գործառույթ, իրանք էլ իրենց գործառույթի շրջանակում են անում այդ վերլուծությունը։ Այսինքն, այստեղ ոչ մեկ չի փորձում մյուսի գործառույթը վերցնի, ուղղակի աջակցության մասին է խոսքը եւ համատեղ սիներգիա ստեղծելու։ Բայ ես էլ ասում ողջունում եմ հարցախեղտ անեմ էլի պարոն Եղազյան։ Կասկո մարդիկ բողոքում են ասում են լրիվ բարդակ անտերություն վիճակ, չգիտենք ով է կարգավորում, ում դիմենք, որտեղ ամեն ապահովագրական կասկոյի ոլորտում ինչ ուզում անում։ Ինչ անի մարդու ինչ հեռանկարներ ունեք կարգավորման։ Կասկոյի ոլորտը պարտադիր ապահովագրությունից դուրս է, դա կամավոր ապահովագրություն է, որը վերաբերում է սեփական վնասներին, այսինքն յուրաքանչյուրը իր մեքենայի, ոչ թե որևէ մեկին վնաս տալուն ու տրամաբանական է, որ ինքը դուրս է։ Ճիշտ է, չի բացառվում եւ աշխարհում կա նաեւ նման դեպքեր, որ կասկոն էլ պարտադիր ապահովագրության մեջ լինում, բայց մեր դեպքում հիմա նման հարց չի քննարկվում եւ մրցակցության շրջանակներում պետք է երևի մոտակա ժամանակները չսպասենք, որ պարտադիր ապահովագրություն կարող է ընդհանրապես չսպասել պետք չի։ Չկա որ պլաններում։ Դա գիտեք ինչ ձևի է, այն որ բակում էլի, մեկի գարաժի դեմը մեկը եկել փակել է, զանգում ես բարեկային, ասում ես այսօրան հանի, ասում է դու քո հարևանը, ինչ ուզում եք արեք իրարին։ Դա մեր երթևեկության ոլորտից դուրս է, հիմա նույնը էս կասկոնը էլի տեղի ունենում։ Երկրորդ հարցը, Ժորժան, միգուցե նաև սոցիալական կայքերի օգտատերերի հարցերին անդրադառնանք։ Ես ոնց որ թե զուգադիպումա տամ ուրեմն սահմանաչափը վերին շեմի, այսինքն 1.800.000-ը բոլորս գիտենք, որ այսինքն որ 2 միլիոնի վնաս է լինում, 1.800.000-ը ապան տալիս է 400.000-ի համար հաստաբան վարձել, դատարան դիմել, տարիներով քաշքշուկ ու նման բան է։ 1.800.000-ի շեմը բարձրացնելու մտադրություն կա։ 1.800.000-ի շեմը արդեն բարձրացնելու որոշում կա, որը գրանցման գործընթացում է, եթե չեմ սխալվում, հավանաբար ապրիլի 1-ից այդ փոփոխությունը պետք է որ ուժի մեջ մտնի։ Հիմա որոշակի համ հաշվարկներ են կատարում, համ այդտեղ իրավական պահերն են ճշգրտվում, 1.8-ը 2.5 միլիոն դարձնելու մասին է խոսքը։ Իսկ միևնույնն է այդ հարցը կմնա նույնը։ Միևնույնն է կլինի պատահարը, որ կլինի 2.5 միլիոնից բարձր։ Դե իմ չեմ, բայց հեսա հաջորդ հարցը որ տամ, վերաբերում որտեվ էս նոր էլեկտրոմոբիլները անձնականի մասով էլ է մի քիչ բարձրացում, բայց ավելի քիչ հաշվի առնելով հիվանդանոցներին վճարը։ Իսկ այն նախնական վճարը 500.000 դրամը որ։ Այդ 500.000 դրամը հիմա մեծամասամբ դարձվել է մաքսիմում 3.3 միլիոնա։ Պարոն Եղազյան, մի հատ վարորդների համար sense բան ասեք, էլի։ Մարդը դիմա հիվանդանոց վթարից հետո, էլի, անմիջապես հետո։ Հիվանդանոցում որոշակ փորձ է կատարում գումար վերցնելու։ Մարդը վճարի հետո այդ վճարման չեքերով գա ապահովագրական թե նախնական ծախսը պայմանավորվածություն կա ապահովագրականը փոխանցում, այսինքն մարդը կարա հրաժարվի, ասի ոչ պիտի օգնեք, ապան հետո կա։ Տեսեք, այստեղ խնդիրը նրանում է, որ արդյոք դա ապա պատահարի հետ կապ ունի։ Հիմա որպեսզի այդ հարցը փոքր-ինչ հեշտանա, հիմա էլ չնայած մեծամասամբ կարգավորվում է դա, այսինքն երբ որ դիմում են հիվանդանոց, հիվանդանոցները ապահովում են սպասարկումը, հետագա այդ գործողությունները փաստաթղթաշրջանառությունը ապահովագրական ընկերությունների հետ անելով եւ այդ մարդուն չանհանգստացնելով, բայց որոշ դեպքերում այո կա նման հանգամանքներ, երբ որ վստահ չեն լինում, որ դա ապա պատահարա կամ վստահ չեն իրանց մեքենայով որ տարել են, հա։ Հա, օրինակ, կարող է իրանք, օրինակ իրանք են գնում եւ այլն, բայց հիմա այս համակարգում որոշ բարեփոխումներ ենք նախատեսում, քննարկումներ է գնում առողջապահության նախարարության Արմետ համակարգի հետ, որպեսզի ԱՍՖԱ եւ Արմետ համակարգերը կապակցվի, հա, որ միանգամից այդ տեղեկատվությունը, այսինքն 102-ը մենք նաև ՕԿԿ-ն նաև այդ ՕԿԿ-ի պահով որպեսի ընդհանուր զանգերի կենտրոն դառնա,
այսինքն երբ որ պատարի մասին հայտնվի ՈԿԿ իրենք մուտք կանեն ասֆայում, դրա միջոցով կգնա Արմետ եւ արդեն հիվանդանոցը տեղյակ կլինի, կամ եթե այդպես չի արում հակառակ ուղղությամբ հիվանդանոցն առաջինը տեղեկանում, հիվանդանոցը մուտք անում Արմետից գնալու է միանգամից, եթե այդ համակարգը արդեն կառուցվեց, ասֆա ճշտվելու ապահովագրության եւ այլ պատահարների ահազանգի հետ փորձելու են կապը ճշտեն, ու այդ խնդիրները, չեմ ասում, ընդհանրապես կվերանան, բայց գերակշիռ մասով կկարգավորվեն, կարագանան ու կհեշտանան, հետեւաբար նաև մարդկանց անհանգստացնելը կպակասի։ Ձեր հարցերին էլի։ Հա, հիմա ես երկու հատ հարց ունեմ։ Չէ, պիտի տամ։ Մեկը Արմեդը ճիշտ հասկացա, բանն է պարտադիր առողջության ապահովագրություն։ Չէ, Արմեդը ընդհանուր ոնց որ ասվան թվային համակարգ, թվային հարթակն է, որտեղ պարտադիր առողջության ապահովագրությունը ապա բյուրոյի հետ կապ ունենալու է։ ոչ։ Առանցին, լրիվ առանցին։ Ինքը իրականում ապահովագրությունը չի, պետական, ասենք, համագործակցել մեծ իր հետ։ Հիմա մյուս հարցը ուրեմն վնասի չափի վերանայեմ ավելի པարզ ասեմ վարդների լեզվով, ասենք մեքենա սխափեցին, ապան գնահատում է 200,000, ես էլ այ ինչ անեմ, իմ իրական վնասը 270,000 է, լավ չեն գնահատել։ Այս գնահատման մոդելի չափի վերանայում նախատեսում է։ Այսինքն ընդհանուր վնասի գնահատման մասին է խոսքը, չէ՞։ Վնասի գնահատման այդ անհամաձայնությունների համար հիմա էլ ինստիտուտ գոյություն ունի, հա, բողոքարկում կրկնակի փորձաքննություն, որը բավականին հաճախ կիրառվում է ու մեծ արդյունք է տալիս։ Ես համաձայն եմ կրկնակին։ Բացի դրանից, որպեսզի, այսպես ասած, այդ տարբերությունները կամ անհամաձայնությունները քիչ լինեն, նախատեսվում է այս ոլորտում հնդանավորինս ստանդարտացնել եւ ավտոմատացնել։ Հիմա արդեն իսկ մշակել ենք որոշակի ստանդարտներ, որը պատրաստում ենք երևի մյուս տարիներ դնենք համակարգում, այսինքն ինչ որ չափանիշներ ա, որով պետքա առաջնորդվեն բոլոր գնահատողները, որպեսզի այդ վեճերի դեպքում, հա, լինի ինչ որ հարթակ, ինչ որ ստանդարտ, որի հետ կարելի է համեմատել։ Ավելի Նաև ապագայում նախատեսվում է, որ աստիճանաբար գնանք դեպի վերանորոգումների տարբերակը, ոչ թե ուղղակի դրամական գումարներ վճարելու, ընդ որում այնտեղ տարբեր, ասենք, մոտեցումներ կլինեն վերանորոգողների ընտրության, որակի գնահատման, վնասի գնահատման բարելավումը պայմանավորված է լինել ստանդարտների մշակմամբ, որ արդեն մշակել ենք ավտոմատացմամբ, որը կսահմանի դեպքերը, որ պարագայում է, օրինակ փոխարինվում պայեստամասը, որը վերանորոգվում է, նաև մենք փորձելու ենք համակարգը կապել շուկայի հետ, որպեսզի ավտոմատ գների ճշտումներ լինի, ոչ թե առանձին ինչ-որ մարդկանցից, այլ հենց այդ ստանդարտների հիման վրա գնահատումը մտնի շուկայի հարթակ, էլեկտրոնային բոլոր առաջարկները ուսումնասիրի, լավագույն գինը առաջարկի ու այսպիսով վեճերը հնարավորինս պակասել։ Հիմա փորձեմ նաև անդրադառնալ օգտատերերի հարցերին, որոնք մենք խմբավորել ենք մի քանի այսպես ասած խոշոր խմբերի, սրանց մեծ մասը արդեն իսկ մենք քննարկեցինք եւ որոշակի բարձաբանումներ տվեցինք, հիմա անցնենք մնացածին երևի։ Ուրեմն առաջինը ինչու է ապայի գինը բարձրանում նույնիսկ վթարի չընտարկած երկարքապահ վարորդների համար, սա էլ 90%-ով պատասխանել են, կարճ ուղղակի ասեմ, որ ինչպես նշեցի, գինը պայմանավորված է լինում ընդհանրական եւ խմբային հանգամանքով եւ անատական, որը բոնուս մալուսն է, հետեւաբար եթե անատական բաղադրիչը նվազեցման է ենթարկվում, իսկ խմբային եւ ընդհանրականը ավելացման հնարավոր է նման դեպքեր լինեն, որ իրականում մի փոքր բարձրանա սակագինը նույնիսկ բոնուսային կամ մալուսի նվազեցման դեպքում։ Հաջորդ հարցը ինչպես են հաշվարկվում վթարների դեպքում փոխհատուցումների չափերը, ինչ է դրանք հաճախ պակասում իրական վերանորոգման արժեքից եւ կարիք կա արդյոք վերանայել փոխհատուցում սահմանաչափերը։ Եթե վերջից սկսեմ ընդհանուր սահմանաչափերը արդեն իսկ նշեցի բարձրացվել են, իսկ վթարների դեպքում փոխհատուցումների չափերը կամ վնասների գնահատման համար նորից նշեցի, որ դա ստանդարտներ ենք մշակել եւ հնարավորինս ավտոմատացնելու ենք, ինչպես նաեւ գնալու ենք դեպի վերանորոգումների տարբերակը եւ դրանց որակի վերահսկողության որոշակի չափանիշներ սահմանելու։ Հաջորդ հարցը ինչու են մնում կարգավորման եւ վերահսկողության բացեր, մասնավորապես կասկո ոլորտում եւ մոպեդների ապահամակարգում եւ ինչպես են դրանք լուծվելու։
Կասկո ոլորտի մասին արդեն հնչեցվեց հարց պարոն Խաչատրովի կողմից։ Ես նշեցի, որ այդ ոլորտը պարտադիր ապահովագրությունից դուրս է մի պարզ պատճառով, որ այնտեղ խոսքը գնում է սեփական վնասների եւ ոչ թե երրորդ կողմին մեկ ուրիշին պատճառված վնասներին։ Եվ այդ մոպեդների մասով եւս ասեցինք, որ մոպեդների մասով էլ նշեցինք, որ արդեն կա կառավարության որոշում հաշվառման վերաբերել եւ պատրաստվել է օրենքի նախագծի օրենքի երբ որ կընդունվի արդեն որով կներառվի նաեւ պարտադիր ապահովագրության մեջ ամենայն հավանականությամբ մյուս տարվա ամենայն հավանականությամբ մյուս տարվա ընթացքում այո կունենանք վերջի խումբ հարցը վերաբերում է հետեւյալին ինչպես կարելի է բարձրացնել հանրային վստահությունը եւ ապահովամակարգի նկատմամբ եւ ինչու չեն ներգրավել այլ պատասխանատու մարմիններ, օրինակ Երևանի քաղաքապետարանը։ Ապա համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման համար պետք է այսպիսի շփումներ եւ այսպիսի հաղորդումներ, որտեղ տարբեր տեսակի վարորդների, հանրային ոլորտի այլ անձանց կողմից բարձրացված հարցերին կպատասխանենք, կքննարկենք, լուծումներ կառաջադրենք, պետք է իրազեկումը բարձրացնել, ինչը որ հիմա գնալով ավելի ենք մենք շեշտադրում մեր քաղաքականության մեջ, ինչպես նաև ես նշեցի ստանդարտացման մասին, ստանդարտացում եւ ավտոմատացում թե վնասների պատահարներից առաջացող վնասների գնահատման, թե մեղավորության որոշման առումով, որը հնարավորություն կտա սուբյեկտիվիզմը հասցնել նվազագույնի կամ նույնիսկ ընդհանրապես վերացնել եւ այսպես ասած մարդկային վեճերը տեղափոխել ավելի ավտոմատացված օբյեկտիվ հիմքերի վրա։ Իսկ ինչու չեն ներգրավել այլ պատասխանատու մարմիններ, իրականում քանի որ այս ֆորմատով բյուրոյի մասին է, հա։ Չէ, Երևանի քաղաքապետարանի։ Ես պատասխանը գիտեմ դուք ընդհանուր ասեք, ինչու չեն ներգրավել, որտեղ պիտի ներգրավեին։ Այստեղ շրջանակներում։ Ընդհանրապես ԱՊ-ի հետ համագործակցություն։ Կարծում եմ, պես հաղորդում չի, հաղորդաշար է եւ Առաջինը սա հաղորդաշար է, այս անգամ եթե իրանք ներկա չեն անպայման հաջորդ հաղորդաշարի հաջորդ հաղորդումներում մենք կփորձենք իրենց ներգրավել, քանի որ այս մեկ հաղորդման շրջանակներում հնարավոր չի բոլոր կողմերին ներգրավել եւ ապահովել արդյունավետ հաղորդում, այս ֆորմատը ավելի շատ քիչ քանակով անձանց քննարկում է ենթադրում, այդ իսկ պատճառով մենք նախատեսել ենք հետագա հաղորդումներում Երևանի քաղաքապետարանի միգուցե այլ ապահովագրական ընկերությունից, ՏԿ-նից եւ այլ շահագրգիռ կողմերից հրավիրենք։ Երևի այսքանով փորձենք եզրափակվել եւ վերջում նորից կուզենայի հարցնել պարոն Արման Չիլինգարյանին եւ Արտակ Խաչատրովին, եթե ինչ-որ բան ունեն ավելացնելու, յուրաքանչյուրը միգուցե կարճ 1-2 րոպեվա ընթացքում, եթե ասելիք ունի ասի, եթե ոչ կարող ենք նաեւ այսքանով ավարտել։ Խնդրեմ։ Երևան քաղաքում վթարների ավելի շատ պատասխանատուն քաղաքապետարն է, թե բարեկային ծառայությունը։ Չասեք վարորդները։ Չէ, այդպես նախ ձեր հարցը ստույգ պատասխան չունի, եթե փորձենք մի բառով ասել, պետք է ասենք բոլորս, որովհետև ի սկզբանե եթե խոսում ենք, չէ, տեսեք, եթե խոսում ենք պատահարում մեղավորության մասին, բնականաբար պատահարում մեղավորությունը տվյալ պատահարում ներգրավված մասնակիցն է, վարորդ, հետիոտն կամ որևէ այլ մասնակից։ Եթե խոսում ենք ընդհանուր պատահարների կանխարգելման եւ այլն մասով, ապա այդտեղ եւս բնականաբար բոլորս անելիք ունենք յուրաքանչյուրս մեր լիազորությունների շրջանակներում։ Չի բացառվում, որ մեր որևէ գործողություն կարող էր կանխել մի որևէ պատահար եւ քաղաքապետարանի որևէ գործողություն կարող էր կանխել մեկ այլ պատահար կամ հենց նույն պատահար, այսինքն այստեղ ասել թե ավելի շատ մեծ պատասխանատուն ով է, յուրաքանչյուրս մեր լիազորությունների տիրույթում, օրինակ, եթե խոսքը վերաբերում է ճանապարհային ենթակառուցվածքներին, բնականաբար համայնքը, եթե խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների նկատմամբ վերահսկողությանը, բնականաբար մենք առանձնացնել որևէ մեկի պատասխանատվության չափը, կարծում եմ ոչ տեղին է, ոչ էլ այդպես հնարավոր է անել երբևէ, չեմ կարծում որ նաև կոռեկտ է այդպիսի բաժանում անել։ Յուրաքանչյուրս մեր լիազորությունների շրջանակներում։ Շնորհակալություն։ Եթե ասելիք ունեք կարող եք ավելացնել, բայց քանի որ արդեն յուրաքանչյուրը թույլ տվեք շնորհավորել այս առաջին հաղորդման կապակցությամբ, մաղթել մյուս
հաղորդումներում հաջողություններ եւ հույս ունենանք, որ այն նպատակը, ինչի համար որ նախաձեռնվել է այս հաղորդաշարը, կծառայի, այսինքն ցույց կտա իր արդյունավետությունը, կհասնենք այդ նպատակին եւ հաղորդումը կծառայի այո հենց այդ մեր ժողովրդի շահերին, մեր երթևեկության մասնակիցների անվտանգությունը ավելի բարձրացնելուն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն պարոն Խաչատուրով, շնորհակալություն պարոն Չիլինգարյան, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հարցեր հնչեցրեցին եւ շնորհակալություն մեր հետագա դիտորդներին։ Սա ապակասն էր, կհանդիպենք հաջորդիվ։